Սար Գապրելյանը, պատմության ֆակուլտետի դեկանը, պարոն Էդիկ Մինասյանը, մեր ֆակուլտետի հայոց պատմության անձրևի վարիչը։ Այսօր այստեղ Հատուլ Կրպեյանի անունը կրող լսարանում իմ ընկալմամբ, իմ պատկերացմամբ, չնայած հեղինակի ծանոթ չեմ, անկեղծ պիտի խոստովանեմ և ժամանակ չեմ ունեցել աշխատանքը ամբողջությամբ ընթերցելու, բայց որպես ազգագրագետ նույնիսկ այն պատահությունները, որ հասցրել եմ նայել, իմ մասնագիտության, իմ մանկության, մեզանից յուրաքանչյուրի մանկության, մեզանից յուրաքանչյուրի ամենաքաղցր պատառիկների մասին եմ գրել, որովհետև մեզանից յուրաքանչյուրը իր մտքում, իր հոգում, իր սրտում, իր ակումներով ունի իր ադեն։ Մեկի համար ադեյա, մեկի համար պրակտիկա, մեկի համար չգիտեմ նանեյա, մեկի համար յուրիշ աննովա, բայց այդ էնա, ինչը մենք անընդհատ ունենք մեր մեջ, և այդ են է, ինչը մեզ օգնում է մնալ, օգնում է լինել, օգնում է շարունակվել, ու պատահական չէ, որ մեր մեծերից մենք անընդհատ լսել ենք, որ ամենաքաղցրը միշտ, որ մենք մեր մեջ կրում ենք, դա մեր պատմություններն են կապված մեր տատիկների, մեր պապիկների հետ, որովհետև իրականում մեր պատմությունները նաև մեր մասին են։ Մեր մասին են ու այդ պատմությունները մեզ օգնում են ապրել, օգնում են ուժեղ լինել, օգնում են սիրել, օգնում են էցերը փոխանցել և ես շնորհակալ եմ պարոն Աբգար Աքիմյանին, ով առաջարկեց և պարոն Մինասյանը ես սիրով ընդունեցինք այդ առաջարկությունը։ Շատ կարևոր է, որ այսօր մենք քննարկումը պիտի ունենանք Հատուլ Կրպեյանի անունը կրող լսարանում, որը մենք անցյալ տարի վերանորոգեցինք և որը դարձյալ սիրո մասին, որովհետև Հատուլն էլ, այնպես ինչպես մեր ադեները, կրում էր իր տատիկից փոխանցված սերը էրգրի մասին, յուղի մասին, հոտի մասին, համի մասին, հեշերից եկող բույրի մասին, լավաշի, բաների մյուս, և շատ ուրախ էր նաև մեկ բանի համար, մեր ուսանողների համար շատ կարևոր է, ցավոք սրտի որպես պատմության ֆակուլտետ մենք գուցե իրականում ինքան չգիտենք մեր Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գրականության, փոփոխությունների, զարգացումների մասին, դա էլ է իրականում շատ կարևոր, մենք ունենք սփյուռքագիտություն, մագիստրոսի կրթական ծրագիր, ունենք հայագիտություն, կրթական ծրագիր, և շատ կարևոր է, որպեսզի մեր ուսանողները, մեր գործընկերները մենք տեսնենք, հասկանանք, թե ինչպես, ինչով և ինչի մասին է եկնում Սփյուռքը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Բարով եք եկել։ Իմացեք, որ մենք ներողամիտ եղեք, որովհետև այս անգամ ժամկետները քիչ են և մենք ուղղակի գուցե չհասցրեցինք պատրաստվել ձեր ակնկալած խորքային, գուցե բովանդակային քննարկումներին, բայց եկեք սա համարենք ընդամենը մեր առաջին հանդիպումը, առաջին քննարկումը, պատրաստ ենք հյուրընկալել, պատրաստ ենք քննարկել, պատրաստ ենք լսել, պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, ցանկացած խնդիր, որը վերաբերում է մեզ բոլորիս, բարով եք եկել, պատմության ֆակուլտետը միշտ և հիմա և սրանից հետո պատրաստ է եղել և պատրաստ է լինելու քննարկել հային վերաբերող բովանդակությունները, վիճել, վիճարկել, ընդունել, չընդունել, բայց ֆակուլտետը այն հարթակն է,
որտեղ միշտ նման բանավեճեր լինեն։ Ես սիրով նորից ողջունում եմ, խոսքը փոխանցում եմ պարոն Մերդիկ Մինասյանին եւ կարծում եմ հետո արդեն մենք կլսենք մեր աշխատանքների հեղինակի Նեկտար Սիմոնի եւ կլսենք նաեւ իր ճանապարհի մասին, իր մասին, որտեղ սա իրոք շատ կարևոր է, ես որպես ազգագրագետ եմ ասում, այս բույրը, այս հոտը, այս համը, որը պետքա քթով զգալ, որտեղ հենց սա քթով զգում ես, ինքը ամբողջ մարմնի միջով անցնում է։ Շնորհակալություն, համեցեք տալիս։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իսկապես պարոն Աբինյանին, այս լավագույն նախաձեռնության համար եւ Նեկտար Սիմոնի այստեղ գտնվելու համար։ Ապրիլյանը շատ ճիշտ նկատեց, որ իսկապես դա մեր նաև անցածու պատմությունը, մեր պապերի, տատերի, ինձ շատ հոգեհարազատ է այս թեման, որտեղ ես ապրել եմ գաղթացների ընտանիքում, ես ինքս գաղթի եւ հայոց ցեղասպանության ապրած ցեղասպանություն ապրած մարդու զավակ եմ, ինչի համար եմ ասում, որտեվ այդ միջավայրում եմ եւ ծննդարել եւ մեծացել, ուստի տեսակետից ինձ շատ հոգեհարազատ է եւ թեման եւ կերպարները։ Ասեմ, որ իսկապես այստեղ գաղթից մազապուրց եղած Եղսո Ադեի պատմությունն է, մարդու հանձնավորության, որը իր կյանքով իմաստություն է, փիլիսոփայություն, իմաստություն եւ որի կյանքը, որի անցածողին եւ դասերը այսօր արդիական են նույնպես։ Ադեն այդ կարոտն է, զգացումն է, այն մեծ մամիկի, մեծ մոր նկատմամբ, որ դասում է հեղինակը, նրա թորնիկը։ Ես ասեմ, մի շնչով եմ կարդացել, ընդ որում չհասցրի որոշ մաս կարդալ, բայց հիմնականում կարդացել եմ եւ ընդ որում մի օրվա ընթացքում եւ չափազանց հետաքրքրական ու լուսավոր աշխատանք։ Այստեղ սիրելի ուսանողներ, հատկապես դիմում եմ ձեզ, որտեղ սա արդեն ցեղասպանությունից մազապուրց փրկված Ադեի պատմությունն է։ Նրա կարոտը սեփական հայրենի հողի, իր մանկության տարիների, ապրած կյանքի, դժնդակ օրերի, ինչպես նաև լուսավոր ապագայի մասին։ Այստեղ ուղղակի կենսափիլիսոփայությունն է եւ Ադեի կյանքի ամբողջ ուղով հեղինակը ներկայացնում է մեր ցեղասպանության պատմությունը։ Այդ ցեղասպանության ծանր հետևանքները, գաղթականության ծանր վիճակը։ Ադեն ուրեմն Արազ գյուղից էր, Կարսի մարզի Արազ գյուղից, ծնվել եւ մեծացել էր այնտեղ, իր ծնողների նկատմամբ բավականին հոգատար եւ ծնողների կյանքը ներկայացնող, չափազանց հետաքրքիր ներկայացնող ազնվորություն, չափազանց կարոտով է հիշում իր մորը, այդ պատումի ձևով ներկայացնում, թե ինչպես էր մոր փեշերից կախված, ամեն անգամ խնդրում նրան ման տալ իրեն կամ որևէ հայրենի բնության մի անկյունում թեկուզ ծվարած նայել հեռուներին ու հիանալ այդ հեռուներով։ Միաժամանակ նկարագրում է, թե ինչպես մայրը այդքան տանջված, չարչարված հատուկ ուշադրություն էր դարձնում իր նկատմամբ, հորը ներկայացնում է հոգնատանջ անձնավորության, որը նույնիսկ կոշտուկ ձեռքերով գրգած իրեն քնացնում էր իր գրկում մի կտոր չոր հաց տալով։ Այսինքն ծանր մանկություն, միաժամանակ այդ մանկության մեջ կարոտ զգացում, միաժամանակ ասեմ, որ գրողը
իրոք կարողացել է շնչավորել կերպարը։ Շնչավորել են տեսակետից, որ բնության երևույթները ներկայացնում է կենդանի, մարտակերպ կենդանի մարդու նման, ինչպես ժայռերն են խոսում նրա մոտ, ժայռերի ծերպերը, ցանկացած ներկայացնելով խորոշները իբրև մարդու կերպարանքի նման ուղղակի դուրս ցցված եւ միաժամանակ ցավի դարդի տառաբանքից դուրս եկած, միաժամանակ արցունքը եւ այլն, այսինքն կերպարանավորվում է ամբողջ բնությունը։ Հեղինակը այնտեղ մի պատմվածք ունի ու վարդը պատմվածքը, որտեղ ներկայացնում է արդեն Ադեի խոսքերով վարդը իբրև քաղաքաբնակների ավելի շուտ բույս, իսկ յուղաբնակների համար գեղեցիկ սարի լալանները, որոնք զարդարում են ամբողջ բնությունը եւ նկարագրում են նաեւ նրա կարոտը հայրենիքի նկատմամբ, ինչպես հեղինակն է արտահայտում միտեղ ասելով, որ նույնիսկ գոնգոզետ փշերը հայրենի եզերքի եւ ծագում էին, ասում է Ադեն է նկարագրում, ասում է ծագում էին ինձ, ես այդ ծագոցը չէի զգում, տակություն էի զգում, սառը ջրով արազի շփում է եւ այդ տակությունը անցնում էր արագ, իսկ այստեղ արդեն լեռնային շրջանի, այո, եւ ուղղակի նկարագրական այդ բովանդակությամբ հայրենի եզերքի կարոտը, նրա բնությունը այսպես ներկայացնելու, առասպելական ոգով ներկայացնելու, օրինակ մի պատմված էլ կա լճակը, որտեղ շատ հետաքրքիր նմանություններ է անցկացնում իր հայրենի լճակի, մամրակալած լճակի, որտեղ ինքը իր մանկությունն անցկացրել, Սևանի եւ նաեւ Վանա լճի միջև։ Շատ հետաքրքիր ուղղակի համեմատություն, հիշում է իր մանկությունը, ինչպես են եղբոր հետ, հատկապես եղբայրը լողանում Վանա լճում եւ ինչպես է օրինակ Ղուկասը, ինչպես է մայրը անդադ գորալով փորձում նրան հետ պայել, որպեսզի չխեղդվի եւ այլն, եւ նկարագրում է Սևանը իր գեղեցկությամբ, ապա իր կարոտը Վանա լճի նկատմամբ առանձնահատուկ որմունքով է ներկայացնում եւ նկարագրում, թե ինչպես մի քանի անգամ ժամանել են այնտեղ եւ դա այդ կարոտը մնացել է իր սրտում։ Կամ հետաքրքիր պատմվածքներ, հատկապես մանկության հետ կապված, նրա մանկական հիշողություններ, որոնք արտնասնում են իր մեջ կարոտի զգացումը եւ միաժամանակ ամուսնությունը։ Այստեղ հետաքրքիր է եւ ազգագրական արդեն պարոն Գաբրելյանը շատ ճիշտ նշեց, որ ազգագրությունը ամբողջությամբ, կենցաղը, ամուսնական նկարագրությունները եւ հետաքրքիր մի արտահայտություն կա եւ այդ ժամանակվանից ընդունված էր արդեն աղջիկներին արդեն խոսք չէր տրվում, նույնիսկ իր սիրած էակին, որին նա հավանել էր, նա չէր կարող դրա հասցեին կամ որևէ արտահայտություն աներ կամ իր ցանկությունը արտահայտեր ընտանիքում մորը կամ հորը, ընդհակառակը հոր կարգադրությունն էր, ում ցանկանար նրան էլ պետք է տար իր մեծացրած աղջկան եւ հետաքրքիր է այստեղ, որ նա իր